Մի քանի 100 մետրերի որոշ հատվածներում մասին է կամ կիլոմետրերի։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախճեվան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն։ Խոշոր երկրների շահերը այստեղ համընկնում են։ Համընկնում է Միացյալ Նահանգների շահը, համընկնում է Եվրոմիության շահը։ Հայաստան մտնող կոմունիկացիաները, ցանկացած ճանապարհները եւ ավելի անվտանգ են եւ ավելի կարճ են։ Արևմուտքի հետաքրքրություն, քաղաքական հայտարարություններ ու արդեն թղթին դրված ստորագրություններ։ Հայաստանի ճանապարհների ապաշրջափակումը ենթադրում է նաեւ էներգակիրների ու գազատար կոմունիկացիաների համար դառնալ տարանցիկ երկիր։ Մենք արդեն կդառնանք իսկապես խաչմերուկ։ Այդ ծրագիրը խաչմերուկ հենց այնպես չէր, որը ստորագրվել էր նաև Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, որ դա պետք է ուսումնասիրվի, ճանապարհ տրվի, Եվրոմիությունն բազմիցս հայտարարել, որ ինքը առաջի շահառուն է։ Ինչ ունենք այսօր եւ ինչ կարող ենք ունենալ վաղը, եթե այսօրվա հնարավորությունների պատուհանը ճիշտ օգտագործենք նախ մենք, նաեւ տարածաշրջանի մյուս երկրները։ Առաջինը մենք գիտենք, որ Հայաստանը հիմա ունի մեկ հիմնական աղբյուր համատակարարման, դա Ռուսաստանից եկող գազն է։ Մենք ունենք նաեւ Իրանից, բայց նույնպես Գազպրոմ Արմենիայի ինքը կոնցեսիայի տակ է գտնվում։ Մենք գիտենք նաեւ, որ մենք ունենք հարևան Ադրբեջանը, որը նաեւ խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից մեկն է։ Կասպից ծովից այն կողմ գտնվում է Թուրքմենստանը, որ նույնպես աշխարհում 4-րդն է գազի պաշարներով, Ղազախստանը ունի գազի պաշարներ, բայց հայկական կախվածությունը հիմնականում հենց Ռուսաստանից է։ Հայաստանը կարիք ունի ալտերնատիվ գազի աղբյուրներից, եւ դա կարող է լինել թե կենտրոնական Ասիայից եկող գազը, որ հասնում է Ադրբեջան եւ հետո արտահանվում Հայաստան, թե հենց ադրբեջանականը։ Սամվել Մելիքսեթյանը կարճ էքսկուրսով քարտեզի վրա ցույց է տալիս Հայաստանի ունեցած ենթակառուցվածքների ժամանակագրությունը։ Դեռ խորհրդային շրջանից մենք ունեցել ենք հիմնական գազատարը, որ մատակարարել է Հայաստանը գազով, ինքը մտել է Ադրբեջանից Ղազախ-Իջևան հատվածը։ Այսօր էլ մեր երկրի հիմնական գազամուղը գալիս է Վրաստանից եւ անցնում Ադրբեջանի սահմանին զուգահեռ։ Մի քանի 100 մետրերի որոշ հատվածներում մասին է կամ կիլոմետրերի մտնում է եւ Իջևանով էլի ճյուղավորվում հարավ, դեպի Երևան։ Կա մի կողմից դեռ այն հին կոմունիկացիաները, որ միացնում էին Ադրբեջանի հետ, բայց փակ են, այսինքն մենք այդտեղ չունենք մատակարարում։ Հայաստանի մատակարարման տեսակետից ալտերնատիվ հատկապես, եթե ինչ-որ խնդիր առաջանա, շատ հեշտ է վերականգնել ուղղակի Ղազախից միացնել Հայաստանի գազային համակարգը Ադրբեջանի գազային համակարգին, խոսքը երևի 15-20 կիլոմետրի մասին է ամենաշատը։ Զուգահեռ բոլոր տեսակի հաղորդուղիների ապաշրջափակումը, բացի այլընտրանքային գազամատակարարում ունենալուց, խոշոր միջազգային ծրագրերի դեպքում մեծ կդարձնի կապող օղակ արևելքի եւ արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև։ Մինչև հիմա Հայաստանը ուղղակի շրջանցել են։ Ադրբեջանից գնում է Վրաստան ու գրեթե կրկնելով նաեւ երկաթուղին, Բաքու-Թբիլիսի Կարս, եւ շրջանցելով Հայաստանը կտրուկ թեքվում է հարավ, գնում Էրզրում եւ միանում տրանսանատոլյան այս գազատարին, գնում դեպի Եվրոպա, մոտ 24-25 միլիարդ խորանարդ մետր գազի մասին է խոսքը, ադրբեջանական շահատենիս հիմնականում մատակարարելով Բալկանյան եւ հարավային Եվրոպայի երկրները, երբ որ կառուցվեց նաեւ տրանսանատոլյան եւ շահագործվեց գազատարը Թուրքիայի տարածքով 2018 թվականին, հետագայում նաեւ պլանավորում էր մեծացնել ծավալները, հասցնել մինչև 60 միլիարդ խորանարդի։ Հենց այդ նպատակով էլ նախատեսվում է կառուցել երկրորդ գազատարը էլի Եվրոպա մատակարարելու համար։ Եվրոպայի պահանջը մեծացել է, ավելի է մեծանալու։ 2028 թվականի հունվարի 1-ից Եվրոմիությունը ընդհանրապես հրաժարվում է ռուսական գազից։ Այդ պահանջը բավարարելու համար Ադրբեջանը այդքան գազի պաշար չունի, հետևաբար այլ աղբյուրներ են պետք։ Ամենահավանական ուղղությունը Թուրքմենստանն է, աշխարհում 4-րդը գազի պաշարով։ Այս նոր հանքավայրերը Թուրքմենստանում գտել են մի քանի տարի առաջ, շատ մեծ պաշարներ ունեցող եւ շատ ռեալ մտածում եմ, որ հենց այն երկիրն է, որից կարելի է այդ արտահանումներն անել։ Թուրքմենստանից բավականին նաև գազատար կա եւ ավելացվեց մեծ հզորությունը լրացուցիչ կառուցվեց դեպի Չինաստան։ Բայց թուրքմենական գազի հիմնական սպառողը լինելու է ոչ թե Չինաստանը, այլ Եվրոպան։ Իր հսկայական 550 միլիոնավոր շուկայով եւ մեծ հնարավորություններով։ Զորունու տարբերակ է բոլոր այն երկրների համար, որոնցով տրանզիտ այդ գազատարը կանցնի։ Նայեք Թուրքմենբաշի, Բաքու եւ հետագա հաջորդը պետք է լինի
կարս խորասանը դա նույնպես անցնում է հենց այս գծով, այսինքն գալիս ենք ու Հայաստանի հիմնականում հյուսիսով դեպի Կարս, որտեղ հատվում են այդ ճանապարհները ու նույնպես Հայաստանի ճանապարհը ավելի անվտանգ է։ Հենց այս ծրագրի իրականացման հարցում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները։ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը։ Անցնող շաբաթվա այս հայտարարությունն էլ Ադրբեջանի հետաքրքրվածության լավագույն ցուցիչն է։ Կարևոր քայլ է դեպի խաղաղություն եւ որը հետաքրքիր է դեպի Հայաստանի անվտանգության բարձրացում, տնտեսական անվտանգության նախ առաջ։ Մարդիկ մտածել են եթե սանկցիաներ կիրառ Ռուսաստանը, շատ կոնկրետ խոսակցություն է գնացել հավանաբար տարբեր մակարդակներով։ Ինչպես անենք, որ Հայաստանում չլինի շատ մեծ խնդիրներ։ Առաջին հացահատիկն է։ Ակթաու նավահանգստից գալիս է Բաքվի միջազգային նավահանգիստ եւ երկաթուղով մտնում Վրաստան, Վրաստանից մտնում Հայաստան, Սա իսկապես պատմական, ես կասեի, իրադարձություն է։ Հակառակ դեպքում Ղազախստանից ցորենը Հայաստան հասնելու համար պետք է գար Ռուսաստան։ Եվ վերին լարսով արդեն փոխելով տրանսպորտի միջոցը, այսինքն բեռնատար մեքենաներով գալ Հայաստան։ Պետք է նշել, որ Հայաստանը բացարձակ կախվածություն ունի Ռուսաստանից հացահատիկի մատակարարման հարցում, եւ այդ կախվածությունը իհարկե եթե կոմպենսացվի Ղազախստանի միջոցով, սա նույնպես Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսակետից շատ կարևոր ձեռքբերում է։ Իսկ այդ ձեռքբերումն ունենալու համար միայն Ադրբեջանի դերը չէ կարևոր, այլև Վրաստանի ու Ղազախստանի հայ-ղազախական հարաբերությունների ակտիվացմանն է հղում անում Սամվել Մելիքսեթյանը։ Արտգործնախարարության ձևաչափով Նիկոլ Փաշինյանի այցի, որ պետք է լինի մինչև տարվա վերջը, կարևոր ցուցիչներ են, որ առնվազն նաև Ղազախստանը, որ աշխարհագրական կենտրոնական դիրք է զբաղեցնում նաև միջին-միջանցքի շրջանակներում, դիտարկում է նաև Հայաստանը այս կոմունիկացիոն ծրագրերի համատեքստում։ Մելիքսեթյանը զուգահեռներ է տանում Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան եւ ԱՄՆ հարաբերությունների զարգացման միջև։ Ղազախստանը առաջին ուներ ռազմավարական գործընկերության պայմանագիր ԱՄՆ-ի հետ, արդեն ունի Հայաստանը այս տարվա հունվարից եւ մինչեւ տարվա վերջը հավանաբար կունենա Ադրբեջանը եւ ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը նույնպես այս կոմունիկացիաների զարգացման եւ ղազախ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կապված է նաեւ էներգակիրների արտահանման հնարավորության հետ, մետաղների, որով շատ հարուստ է Ղազախստանը, հատկապես հազվագյուտ հողային մետաղների, ուրանի, որ աշխարհի առաջատար երկիրն է ուրանի շահագործման եւ վաճառքի եւ հետեւաբար իհարկե այստեղ կարելի է նաև այդ առանցքը տեսնել, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, նաև այս քաղաքական ենթատեքստում։ Իսկ թե Եվրոպան ինչքան է շահագրգիռ, նաև պարբերաբար հնչող քաղաքական հայտարարություններն են փաստում, օրինակ է բերում Մելիքսեթյանը։ Մենք նաև կարող ենք հիշել Սամարխանդի Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որ արևմուտք արևելք գծով այդ հաղորդակցություններում կարևոր են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացումը եւ կոմունիկացիաների բացումը։ Փորձագետներն ընդգծում են, կա պահանջ, կա խնդիր, որն առաջացել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո, եւ այս համատեքստում Հայաստանի կարևորությունը իր աշխարհագրական դիրքով աճում է։ Բայց աճում է, եթե մենք ունենք կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իհարկե։ Հայաստանին աշխարհաքաղաքական քարտեզից դուրս թողնելու բոլոր խաղաթղթերը չեղարկվեցին Վաշինգտոնյան փաստաթղթով։ Միակարծիք են փորձագետները։ Եթե ստեղ ամերիկացիներն են լինելու, իրենք կարող ապահովեն, այո, սա Նախճեվանով, Երասխով, Հայաստանով, Գյումրիով գտան։ Շատ ավելի շնորհ կա այդ երկաթգիծ։ Մնում է մի քիչ նորոգել, բան։ Նախճեվանում գալիս է միջև Մեղրի, այսինքն միջև հայ Մեղրի ագարակի սահման։ Այս 42 կիլոմետրն է ըստեյության։ Հաղորդուղիների շրջանակը ավելին կարող է լինել, քան հիմա քննարկվողն է, ամեն բան կախված է այսօրվա ու վաղվա քննարկումներից, կառուցողական քայլերից, մանրամասնում է Լևոն Բարխուդարյանը։ Եվ հնարավոր է այդ ամբողջ մայրուղին աշխատի Հնդկաստանից եկող բեռների համար, Իրանից եկող բեռների համար եւ այլն, որը մասամբ եւ աշխատում է հիմա։ Ապագայում հնարավոր է սադարակից միանգամից միանա հայաստան դաշտ։ Արևմուտք, ԱՄՆ, Իրան, Հայաստանում այս երկրների հանդիպումը հնարավոր է, արդեն արկա է։ Բարխուդարյանի դիտարկումն է։ Երկրները հարգում են մեր սուվերեն իրանքը։ Սա է շատ կարևոր ազդակ նաեւ խաղաղության եւ կայունության համար ապագայում։ Պայմաններ չեն դնում, ես կգամ միայն այն դեպքում, եթե դու եմ մյուսի հետ չաշխատես եւ այլն։ Միացյալ Նահանգներից
Արդեն 5 database-ի հետ կապված 500 միլիոնից ներդրում է գալիս, էներգետիկայում ներդրումներ կլինեն։ Հայաստանը կարող է նաև ավելի հեշտ մատակարարել էլեկտրաէներգիա, ինչպես հիմա Իրանին է մատակարարում, այնպես էլ Թուրքիային օրինակ։ Տնտեսական, քաղաքական, անվտանգային, այնուամենայնիվ, ինչ կունենա Հայաստանը այդ ծրագրերի արդյունքում։ Օրինակ, Վրաստանը ստանում է իր տարածքով անցնող ադրբեջանական գազի տրանզիտի 5%-ը ծրի եւ բացի դրանից բավականին էժան գներով նաեւ մոտ կես միլիարդ խորանարդ գազ, դա ապահովում է գրեթե Վրաստանի կարիքների կեսը։ Ֆինանսների նախկին նախարարի դիտարկմամբ տրանզիտից ստացվող ցանկացած եկամտից ավելի մեծ ռազմաքաղաքական օգուտն է լինելու։ Լինելով դրա մաս, մենք նաև ապահովում ենք որոշակի կայունություն Հայաստանի համար, թե արտաքին քաղաքական, թե ռազմաքաղաքական եւ այլն, որտեղ բոլոր շահագրգիռ են, որ Հայաստանում խաղաղություն լինի, որ այս գազատարներին եւ այլ տրանսպորտային ուղիներին որևէ բան չսպառնա, որևէ վտանգ չսպառնա։ Սա շատ կարևոր է։ Ականջահաճո հուսադրող ձևակերպումներ, թե իրականություն, որ սարերի հետևում չէ։ Փորձագետներն այս դեպքում եւս միակարծիք են, թերհավատության հիմքեր չկան, քանի որ գործնականում արդեն իսկ շատ փոփոխություններ կան։ Որ սահմաններին չեն գրակում եւ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, դա արդեն մեծ նվաճում է։ Այն որ մեր զինվորները կամ խաղաղ բնակչությունը չի զոհվում սահմանների, դա նույնպես մեծ նվաճում է։ Այն որ Միացյալ Նահանգները առաջի մոտ $150 միլիոն արդեն ներդրում է եւ նախագծի վրա են աշխատում տեղանքներն ուսումնասիրում, դա նույնպես շատ ռեալ եւ հողի վրա ձեռքբերում է։ Եվ այս շարքը կարելի է շարունակել։ Այդ խաղաղության խաչմերուկ ասածը հիմքեր ունի լինելու, ներդրումներ ներգրավելու եւ դառնալու իսկապես խաչմերուկ, որտեղ շատ երկրներ կան, որ լավ շահագրգռված են դրանով։ Իրենք ավելի հակված են Հայաստանով, հատելով գնալ հարավ, հյուսիս եւ այլն։ Գեոքաղաքական մեծ ամբիցիաներ Հայաստանը չունի։ Հայաստանի համար կարևոր է խաղաղությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը։ Իրինա Մկրտչյան, Սերյան Անտոնյան, Էդգար Դավթյան եւ Մուշեղ Մանվելյան, Կիրակ Նորյա լուրեր։